Dino Gold Mining Company-ի վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որին բացի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից ներկա էին նաև տեղական հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ։ Նախքան հարց ու պատասխանին անցնելը Հրաչ Ջաբրայանը ներկաներին ծանոթացրեց իրենց կատարած աշխատանքներին, գործող պայմանագրերին ու առաջիկա ծրագրերին։ Մենք ուզում ենք Dino Gold-ի աշխատանքները ընդհանրապես լինեն թափանցիկ, այսինքն մենք թափանցիկ աշխատենք, դուք իմանաք մենք ինչ ենք անում, մենք իմանանք դուք ինչ եք ուզում, ձեր բանջկը ինչ է, ձեր հասկացողությունը ինչ է։ Ընդհանրապես ինչ որ մտահոգություններ կան կամ չկան, պատասխանենք, անդրադառնանք, համայնքը հուզող հարցեր, քաղաքը հուզող հարցեր, ինչու՞ չէ Dino Gold-ը հուզող հարցեր եւ արձարծենք։ Գնացել էի Կանադա պաշտոնական հանդիպումներում մեր ղեկավարության հետ, մեր սեփականատիրության հետ եւ ուզեցի որ մի հատ հանդիպենք, որ ցեզ էլ տեղյակ պայեմ, որ ինչ ա լինում մեր աբակայի ծրագիրները եւ այլն։ Մենք այդտեղ հանդիպումներ ունեցանք Փարսաստիճան մագարտակի վրա, մեր սեփականատիրոջ Գուդման ընտանիքի հետ, ինչպես նաեւ մեր գլխավոր ղեկավարության, այսինքն քախնիկ չէ, որ ես էլ մաս կգազմեմ այդ համաշխարհային գլխավոր ղեկավարության։ Նստանք խոսեցանք, արձարծեցինք մեր աբակայի ծրագիրները Հայաստանի։ Ես անցյալ անգամ ասած էի նորից որ Dino Gold-ը մեր ամենափոքր այսպես կոչված բաժինն է։ Հարստություն չպիտի ասեմ, որովհետև Dino Gold-ը ընդհանրապես հարստություն չի սեփվիր, նամանավանդ այս 2-3 տարվա ընթացքին։ Բայց մենք ուզում ենք, որ ավելի կարևորություն դարձնենք Dino Gold-ին, այսինքն այլևս օդար դնորենություն է դուրս եկած է Dino Gold-ը, մենք այսօր ունենք հայ դնորենություն, բարոն Գարկովի գողքին ընդհանրապես մնացած բոլոր ամբողջ ասենք բարձր պաշտոնի վրա եղողները հայ են, լան սյուրկա հայեր, լան ղափանցի հայեր, եւ ուզում ենք որ մի քիչ ավելի կարևորություն դրվի Հայաստանին, ոչ միայն Ղափանի շրջանին, բայց ընդհանրապես Հայաստանի մեջ ներդրումները ավելի զարգանան, ավելի Dino Gold-ը բավական մոդիկ ժամանակաշրջանին դարձնենք ավելի մեծ մասնիկը դանդի precious metals-ի։ Այդ մեկը ահավոր հսկայական աշխատանք կուզե, հսկայական եւ դաժանագիր աշխատանք կուզե։ Ես վստահ չեմ, որ դակավին մենք կրնանք կնել այդ մեկը, բայց եւ այնպես հույսով եմ, որ ժամանակի ընթացքին կրնանք իրականացնել։ Մեր սեփականատերերը ընդհանրապես ես ասեմ որ գոհ չեն Dino Gold-ից, պարզապես որովհետև մենք ոչ մենք պլաններն ենք կարողանում իրականացնենք, ոչ կարողանում ենք մեր քողությունները գասեցնենք, ոչ կարողանում ենք մարդկանց համոզենք, որ մի քիչ խելքերին գլուխին հավաքեն նորմալ աշխատին, չենք էլ կարողանում անենք։ Եվ ընդհանրապես մեր սեփականատիրությունը գոհ չէ այդ բոլորից։ Բայց ես որպես հայ, ոչ որպես հիմնարկի տնօրենության ներկայացուցիչ, բայց որպես հայ, բնականաբար ամբողջ չանք կտապեմ, որ մենք ներկայացնենք եւ Ղափանը, եւ մեր ժողովուրդը, եւ մեր աշխատակազմը, եւ Հայաստանը, որպես այդպիսի դեղ, որ օդարը ուզենա ներդրումն է, եւ շարունակի իր ներդրումը, եւ մեծացնե իր ներդրումը, եւ կարենանք մենք հաջորդ հանգրվանին հասցնել մեր հանքարդյունաբերության այս հիմնարկը։ Դաժանագիր աշխատանք է, թյուրին չէ, անգերձ եմ ասում ես շատ եմ օգնում, մեր դղակը աղջիկները շատ են օգնում, բայց հույսով ենք, որ այս բոլորը կրնանք իրականացնել։ Հարաճիգա մի քանի ամսվա ընթացքին բավականին լուրջ ծրագիրներ ունենք քաղաքի մեջ, գուզեմ այդ բոլորը ներկայացնել ցեզ։ Այսօրվա դրությամբ 3 մանկապարտեզներու մեջ կապիտալ վերանորոգում ենք անում, թիվ 12 մանկապարտեզը, թիվ 8 մանկապարտեզը եւ թիվ 6 մանկապարտեզները մոտավորապես 3-ը միասին, եթե չեմ սխալի, մոտ 25-ն 27 միլիոն դրամի ներդրում են արել, ասեմ, որ այդ միան Dino Gold-ի նվիրատվությունն է եւ մեր նախաձեռնությունն է, բնականաբար համագործակցությամբ քաղաքապետարանի հետ տեղյակ են իրենք, որ մենք աշխատանք անում ենք, թույլատրած են մեզ, որ մենք այդ աշխատանքները անենք։ Հույսով ենք, որ մինչև տարվա վերջ նույնանման վերանորոգություններ կրնանք անել մոտ 10 մանկապարտեզներու մեջ։ Այսօր այցելեցի ես թիվ 1 մանկապարտեզը, այդտեղի խոհանոցը, պահեստը եւ զուգարաններեն մեկը բավականին լուրջ կապիտալ վերանորոգման կգարոդին։ Ես խնդրել եմ, որ քաղաքապետարանից վերցնեն նախահաշիվը եւ տեսնանք, եթե բյուջեի մեջ կրնանք տեղավորել, հարաճիգա 1 ամսվա ընթացքին դրա աշխատանքին էլ կանցնենք եւ կսկսենք այդ աշխատանքն ալնել։
Եվ հույսով եմ մինչև դարվան վերջ կրնանք 10 հատ, եթե ոչ 12 մանկաբարձ, քոնե 10 մանկաբարձի լուրջ ներդրումնել եւ այլևս իմիջիալոց այս տարվա վերջ կմշակենք քալ դարվա, եկող դարվա ծրագիրը եւ կտեսնանք մանկաբարձներու մեջ ինչքան լուրջ աշխատանք մնացած է, չէ մնացած եւ եթե պետք է շարունակենք մանկաբարձները կամ անցնենք դպրոցներում, որտեւ ես ոնց որ անցյալ տարի ասել էի մանկաբարձները առաջնահերթ, վերջը դպրոցները տեսնանք մանկաբարձները ուր կգնանք հասնել, գիտեմ որ մեր դպրոցներում մեջ բավական լուրջ հարցեր ունենք, այդ մեկնալ գործենք իրականացնել։ Իմիջիալոց ասեմ որ միաժամանակ օգնում ենք դպրոցներուն, այսինքն այս տարի արդեն բավական դպրոցներուն օգնեցինք, բժշկական քոլեջին նորից օգնեցինք եւ այլն։ Դրանից դուրս ասեմ որ բոլոր նվիրատվությունները կասեցրել եմ։ Այսինքն եթե մտածում եք դիմել Դինո Գոլդի նվիրատվության համար, մի դիմեք, որտեղ բոլոր նվիրատվությունները մանկաբարձներն դուրս կասեցրել եմ, որովհետև ահավոր քողություն կա Դինո Գոլդում եւ ահավոր ծուլություն, արդյունք չկա, մեր հիմնարկը արդյունք չի տալիս։ Եվ ես բացահայտորեն հայտարարում եմ այսօր բոլորի առջև, քաղաքի առջև, ով գուցե թող լսե ինձ, ով էլ չի լսի իր խնդիրն է։ Այսօրվանից անտին ամբողջ նվիրատվությունները անհատական ժողովրդին հիվանդներու չգիտեմ ինչի մեկը թող չի մեղադրե Դինո Գոլդին ոչ էլ Հրաչ Ջաբրայանին կասեցրել եմ նվիրատվություն չի լինելու միայն մանկաբարձներում պետք է լինի մինչև այնադեմ որ քողությունը չգասեցվի եւ աշխատանքը հիմնարկը իր պլանները չդա նվիրատվություն չպետք է լինի իրականությունը այս է վստահ եմ եթե դուք ալ բիզնես ունենայիք դուք ալ վնասով աշխատեիք նույնը դուք պետք է անեիք Մենք բաց բաժնետիրական ընկերություն ենք, ըսելիքս քաղնիկ չէ, 2012 թվականին մեր հիմնարկը վնասով պագեց տարին 16.8 միլիոն դոլար, 14 թե 16.8 միլիոն դոլարով վնասով ենք պագել, քաղնիկ չէ, ինտերնետում գարակ դանդի ուեբսայթում գայքեչում այս բոլորը գտնալ, սրա պատճառը 3-4 պատճառներ էին, 2-3 պատճառները ասեցից ես, պատճառները մեկն էլ այդ էր, որ գաբարի քանակը բարձր լալով մեր խդանույթի մեջ չկարողացանք այդ խդանույթը վաճառել, այն ինչպես որ պետք է վաճառեինք։ Բայց նույնիսկ եթե ամբողջ խդանույթը վաճառեինք, մենք նորից մոտավորապես 12 միլիոն դոլար վնասով կփակեինք տարին։ Այսինքն, այս տարվա առաջին 2 ամիսներուն մենք Առաջի ամիսը փակել ենք 1.8 միլիոն դոլար վնասով եւ եթե 2 ամիսները հաշվենք մոտ 2.2 կամ տենց մի բան 2.2 միլիոն դոլար վնաս նորիկին նայում որտեղ նորիկը ֆինանսի ղեկավարն է այսինքն ընդհանրապես ինքն այդ չափանիշները դալիս 2.2 միլիոն դոլար վնասով ենք փակել առաջին 2 ամիսները այսինքն այս մեկը ասում եմ ես բացահայտորեն քաղնի բան չկա որովհետեւ իրականությունը այս է ինչ հելանում ենք գլուխնից պատեպատ զարնում ենք չի դզվում Չի դզում, ինչ էլ անում ենք, չի դզում, որովհետև պատճառները այս է, իրականությունը այս է։ Հիմա ոչ մեկը թող չի մեղադրե ինձ, որ ես իրենց չպիտի օգնեմ նյութապես իրենց անհատական պետքերու համար։ Պիտի օգնեմ մանկաբարձերուն, պիտի օգնեմ ազատամարդ կոմիտեին եւ պիտի օգնեմ ազատամարդ վետերաններու կոմիտեին, որտեղ զոհված ազատամարտիկներու ընտանիքները հանցանք չունին այստեղ ովև մեկցով եւ իրենք չպիտի դուժեն։ Ազատամարտիկներու ընտանիքները պիտի շարունակեն ստանալ օգուտ Դինո Գոլդեն եւ մանկաբարձները բնականաբար մեր երեխաները ովև մեկ հանցանք չունին այստեղ։ Ամառվա ընթացքին որոշ ծրագիրներ ունենք, ես շատ պիտի ուզեի որ մեր քաղաքի մեջ մենք լուրջորեն տոնենք մայրերու օրը, ես մայրիկս շատ եմ սիրում, դուք մեծամասնություն կրնալալ մայրիկներ եք եւ եթե չեք մայրեր ունիք Ես պիտի ուզեի, որ մեծ շուկով դոնվի մեր քաղաքի մեջ մայրերու օրը, հույսով եմ, որ գրնանք լավ ծրագիր մի իրականացնել, պիտի փորձեմ աշխատել հայ օգնության միության հետ, որպեսզի այդպիսի ծրագիր մի իրականացնենք, դակավին վերջնականացած բան չկա, բայց բոլորդ կհրավիրենք բնականաբար։ Այս տարի Լիզբոնի դղոց 30-ամյակն է, կարող է դուք մեծամասնությունը ծանոթ լինեք կամ չլինեք, չգիտեմ, 1993 թվական հուլիս 27-ի Լիզբոնի մեջ 5 լիբանանահայ երիտասարդներ գրավեցին թրքական տեսփանադունը հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ տնելով այդ երիտասարդները այդ օր իրենց կյանքը զոհեցին այդ տողոց մեկը իմ առաջին բադանի վարիչս եղած է Արա Քրջելյանը այս տարի իրենց մահվան հերոսության 30-ամյակն է ես ուզում եմ որ Հայաստանի մեջ առաջին անգամ լալով մենք Տոնենք հիշադակը, այս նահատակ տղոց, որ իրենց կյանքը տվեցին հայրենիքի, առանց նույնիսկ հայրենիք տեսնալու,
բոլորը 19-21 տարեկան դղերք էին, իրենք հայրենիք ընդհանրապես չտեսան, բայց զոհվեցան հայրենիքի ցեղասպանության ճանաչման համար։ Ես դիմաց եմ քաղաքապետարան, հույսով եմ, որ իրենք ինձ կդրամատրեն փոքր տարածք, որտեղ ես կրնամ զետեղել Լիզբոնի դողոց նվիրված հուշարձան։ Բնականաբար բացմանը պետք է հրավիրեմ սաղ Ղապանի ժողովուրդը, ներառյալ դուք բոլորդ անշուշտ, պետք է հրավիրենք եւ պատվենք ազատամարտիկներու ընտանիքներ, գիներ, մայրեր, զավակներ՝ ի հիշադակ Լիզբոնի նահատակած դողոց եւ մեր զոհված ազատամարտիկներու։ Ես ասեմ, որ ես այդ տարածքը պահանջել եմ մեր եղբայրական գերեզմանի մոտ, որբեսի մեր դողոց հիշադակը մենք հիշենք մեր արցախյան ազատամարտի զոհված դողոց հետ եւ այդ բաժինը դարձնենք ընդհանրապես վրիժարու մարտիկներու անգյուն այսպես կոչված։ Նույն գիշերը ես հույսով եմ, որ նույն երեկոն հրավերով մոտ 200-250 հոգի զոհված ազատամարտիկներու ընտանիքներ եւ գենթանի ազատամարտիկներ պիտի հրավիրեմ այսպես կոչված մդերմիկ ընթրիքիմը, որտեղ մենք իրենց պիտի ներկայացնենք Լիզբոնի դողոց հիշադակի պատրաստված փոքր վիդեոմը այսպես կոչված, ես այդտեղ ելույթ կունենամ որտեղ իմ սրտից շատ մոտիկ է այս մեկը։ Ես ասեմ, որ Լիզբոնի դողոցը իմ անձնական նվերն է, իմ ընկերների հիշադակին, Դինոգոլդի ընդհանրապես հետ կապ չունի, փողը ինձանից պետք է, անձամբ պետք է, բայց եւ այնպես ես ի վերջո Դինոգոլդի ներկայացուցիչ եմ։ Ինչ էլ անում ենք Դինոգոլդի հետ կապվում է, արգելք չկա, եթե մարդիկ ասեն Դինոգոլդն անողը, թող ասեն Դինոգոլդն անողը, խնդրեմ չկա։ Ապա հարցեր ուղղելու հնարավորություն ստացան լրագրողները եւ առաջինը հնարավորությունից օգտվեց Առավոտ օրաթերթի թղթակից Մերի Սողոմոնյանը։ Վերջինիս հետաքրքրում էր, թե ինչ խնդիր է առաջացել հավելավճար չտրամադրելու հետ կապված։ Իրականությունը հետեւյալն է։ Մենք Դինոգոլդի մեջ ունենք հստակ գրված օրենք։ Օրենքը գսե հետեւյալը. ամեն մարդ իրավասություն ունի ստանալու իր հերթական աշխատանքը, աշխատավարձքը։ Այսինքն դու աշխատում ես, աշխատավարձք ես ստանում։ Բախուս չկա, ովև մեկ այդ աշխատավարձքը քեզանից չի վերցնի։ Ամսական մեր պլանն է 50,000 տոննա հանքակար։ Ամեն ամիս 50,000 տոննա հանքակար պիտի դրվի։ Դա մի րոպե, չէ, սխալ չէ, հեսա բացատրելու եմ։ 50,000 տոննա հանքակար պիտի դրվի ամեն ամիս, դարին գնե 600,000 տոննա։ Բայց մենք լավ մարդիկ ենք։ Մենք մեր աշխատավորներուն ասել ենք, որ դուք 45,000 տոննա դվեք ամեն ամիս եւ 45,000 տոննայից սկսյալ մենք ցեզ կվճարենք հավելավճար։ Այսինքն պլանը 50,000 է, բայց հավելավճարը 45,000-ից պետք է սկսի։ Այսինքն մենք ցեզ օգնում ենք, որ դուք ձեր բոնուսը ստանաք։ Այսինքն եթե 50,000 դակ ավելի մեծ բոնուս պետք է ստանաք, եթե 55 դակ շատ ավելի մեծ բոնուս եւ այլն եւ այլն։ Հիմա փետրվար ամսուն մեր հանքը դվել է 35,000 տոննա հանքակար։ Իրականությունը այդ է, որ 35,000 տոննա հանքակար են դվել, բոնուս չեն ստացել։ Ոչ թե մենք բոնուսը իրանցից վերցրել ենք, ոչ։ Բոնուսի հասկացողությունը հետեւյալն է, ժողովուրդ։ Պրեմիա ինչս է այսօր։ Դու աշխատավարձ ունիս, աշխատավարձդ կստանաս, աշխատանքդ անես թե չանես, այդ աշխատավարձը ստանում ես դու։ Նորմալ ստանում ես։ Եթե լավ աշխատես, արդյունք տաս, տնօրենությունը կնահատի այդ աշխատանքդ։ Դու դրա վրա ստանում ես բոնուս։ Բոնուսի համար տնօրենությունը դրել է չափանիշներ, եւ այս չափանիշները նոր չեն, ամիսներ է եւեր դբակրված է, բادرը գախված է, աշխատավորներուն դրված է, սաղը դեղյակ են, մեկը թող չասե, որ դեղյակ չեն իրենք։ Սաղը դեղյակ են։ 35,000 տոննա հանքակար դված աշխատավորը տնօրենության գալիս ասում է, դու ինձ բոնուս պիտի դաս։ Ես չհասկացա։ 220,000 աշխատավարձ կա ստանում։ 220,000 աշխատավարձ կա ստանում։ Այդ աշխատավարձը արդար իրավունքը դե։ Վերցրու գնադուն։ Բա ասում է դու ինձ բոնուս պիտի տաս։ Բա ով պիտի որոշե բոնուս տալի։ Ես պիտի որոշեմ, թե աշխատավորը պիտի որոշե։ Տնօրենությունը պիտի որոշե վերջո։ Չափանիշները նայում ես, 35,000 հանքակար դվել։ Չի կարելի բոնուս վճարել, բոնուս չի ստացել։ Ինքը այդ մեկը լավ չի ընդունում, ասում է դու ինձ պարտական ես։ Ես էլ ասում եմ, չէ, ընդհանրապես դու ինձ պարտական ես։ Ես քեզ փող եմ տալիս, որ աշխատես, չես աշխատում։ Չափանիշները նայում ենք, դու օրական 1600 տոննա հանքակար պիտի դաս։ Դու օրական տալիս ես 800, 900, 1000, 1100։ Գնա աշխատիր։ Բայց եւ որ դու կողությամբ սպառված ես, անշուշտ չես կարա դու պլանդ տաս։ Եվ որ դու ժամանակի 4 ժամը վատնում ես կողությամբ, բնականաբար պլանը չբիգրանաս իրականացնել։ Վերջին 5 օրվա մեջ մենք 4 հատ կողություն ենք բացահայտել։ Հեսա նկարները ցույց պիտի դամ ես ցեզի։ Վերջին 5 օրվա մեջ 4 հատ կողություն։ Մի հատն էլ այսօր։ Մանկաբարձ դիմեգից ելա, գնացի հիմնարկ։
սենց կոստումով գոշիկներս հանեցի, բոտերս հակահանքի, կացի հանք։ Նկարները նկարեցի, եսա որ ցես հիմա ցույց տամ։ Ես եմ ասում, թող աշխատին բոնուսը թող ստանան։ Ովև մեկը իրենց բոնուսը չպիտի վերցնե։ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր բոնուսները ստացել են սաղ։ Սաղ Մերի հարցրում մի հատ, ինչքան փողով դու գնացել, այդ նույն աշխատավորը, որ ասում է, որ ես փետրվարին բոնուս չեմ ստացել, մի հատ հարցուր նոյեմբերին, հոկտեմբերին։ Հա։ Մեքենաների անսարքությունը հետաքրքրական է, շատ հետաքրքրական է։ 2012 թվականին $6 միլիոն փող ենք ծախսել մեքենաներու վերասարքելու վրա։ $6 միլիոն 2012-ին։ Եվ որ մտնում ես նայում ես կոմպյուտերի մեջ, սիստեմին մեջ, տենում ես որ նույն գտորը այդ մեքենայի վրա ամեն ամիս չարտվում է։ Երբեմն ամսվա մեջ 3 անգամ նույն գտորը։ Հիմա անգեր ջան, սաղը դել մեքենա ունեք, ով որ մեքենա ունի։ Դու այդ մեքենան բահելու համար ամիսի ինչքան փող ես ծախսում վրան, կամ դարին $1000, $2000, չեմ գիտեր։ Բայց դու դրամապանական չէ, որ ամեն մեկ մեքենայի վրա $250-ն $380,000 դրամ փող դոլար ծախսես ամեն տարի այդ մեքենան վերանորոգելու։ Չի կարելի։ Այսինքն այդ մեքենա չլինելը իրենց իրավիճակն է, այդ ապարապարծիչ մեքենաները, բեռնադար մեքենաները, որ չարտում են, ով է չարտում, ինքն է չարտում։ Մարդը գնում է հանք տենց մեքենան վարում է, պատին խփում է, չգիտեմ, հիդրոլիկի հոզ ոնց է գացում, շլանկը, խողովակը, շլանկը, չարտվում է, բերում է, գցում է, ասում է տես։ Մոտորը բացում ես, մոտորի մեջից ավազ է հելնում։ Մարդը բացեր է, մոտորը, սուտ չեմ խոսում, վերը աստված կա, բացեր է, ցերկով ավազը վերցրել է, մեջը լեցրել է, փակել է։ Գիտես ինչու։ Որտեվ ասում է ես արդեն ամսու 10-ին, գիտեմ որ արդեն ամսվա պլանս չպիտի իրականացնեմ, պրեմիա չպիտի ստանամ։ Բա ինչի է ես աշխատեմ դաժանագիր։ 200,000 փողը ստանում եմ արդեն։ Մեքենան շանտաժ է անում, սաբոտաժ է անում, չարտում է մեքենան, առանց մտածելու, որ մեկ այդ մոտորը $50,000 է։ $50,000 է մեկ այդ մոտորը։ Լավ սիրելի ինգեր, դու չես ուզում աշխատի, դիմումդ գրե դուրս եկուր։ Ինչու դու մույսների, կյանքին, երեխաներին, աբականերին բաճար ես դառնում։ Չես ուզում աշխատիր, գնա տուն։ Բայց ինքը շանտաժ, սաբոտաժ է անում։ Վերջ ասում է, բա չէ, ոնց, ես չեմ։ Լավ դու չես, մույսը չէ, ով է, ես եմ գնում հանք մեքենաները չարտում։ Իրականությունը այս է, թող մեքենաները չչարտեն։ Մեր ունեցած մեքենաներով մենք մինիմում օրական կարանք տանք 2000 տոննա հանքակար։ Այսինքն ամիսը 60,000 տոն։ Մեր պլանը 50,000 է։ Մեր ունեցած մեքենաներով մենք ամիսը գրնանք 60,000 տոննա հանքակար դալ։ Թող 60,000 տոննա հանքակար դան ամեն հորատող, ամեն ապարապարծիչ մեքենայի վարորդ, ամեն բեռնադար մեքենայի վարորդ ամիսը մինիմում 700,000, 800, 850,000 դրամով դուն կգնա։ Մինիմում։ Իսկ եթե իրենք չեն ուզում աշխատին, թող չսեն որ դնորայնությունը չի տալիս։ Թող չսեն որ չէ մեքենա չի գա։ Ընկեր ջան, մեքենա չի գա, որովհետև քո ընկերը չարտում է։ Բա ասում է, իր խնդրեմն է, իմ խնդրեմս չի։ Ես էլ ասում եմ որ սա հիմնարկը իմ խնդրեմն է։ Ես պատասխան պետք է տամ ի վերջո։ Պատասխանատուն ես եմ։ Հիմա ես ասում եմ, ես այսօր առավոտ նորից իրենց ասեցի։ Գնացեք աշխատեցեք 45,000 տոննա հանքակար տվեք, բոնուսնի ստացեք։ Բոնուսից ստացեք 45,000 չտակ, այս ամիս էլ չպիտի ստանաք։ Այսինքն մյուս ամիս մերի նորից անկելու են քեզ։ Ասելու են որ պրեմիա չի տալիս հիմնարկը։ Ես նույն պատասխանը պիտի դամ ջան քեզ։ Պիտի ասեմ որ 45,000 տոննա հանքակար չդվեցին։ Թուղթի վրա գրված է օրենք է, ստորագրված է դոնորայնության կողմը։ Իրենք սաղնել ունեն այդ թուղթը դեղյակ են։ Մարդը միշտ ուզում է ինքը իր կողմը ներկայացնել։ Իրականությունը ասե։ Իրականությունը մի օր որ էսա եղանակները լավանան հրավիրեմ։ Ես ցույց ցույց տամ սաղ process-ը։ Հանքից հանքակարը ոնց է ելնում։ Ոնց են հանում, բայթուցումները ոնց են անում, ոնց է կնում մեքենայի մեջ, ոնց է կնում մեքենայից չարտիչի մեջ, ոնց է կնում ֆաբրիկա, ոնց ես ցույց ցույց տամ։ Եվ դուք ինձ ասեք, եթե ավելի լավ ձևով գրնան կնել, ավելի լավ ձևով ունենք։ Մեր կարողությունը այս է։ Երբեք մի մոռանաք, որ մենք Կանադան աշխարհի երկրորդ ամենամեծ հանքարտոնաբերության երկիրն է։ Երկրորդ։ Այսինքն քիչ թե շատ գիտենք ինչ ենք անում։ Եվ որ հանքերով սպառվում ենք, գիտենք կանադացիներս ինչ են անում։ Սրանից լավը չենք կարող անենք։ Հիմա եթե 10 հոգի դժգոհ են, 20 հոգի դժգոհ են, 30 հոգի դժգոհ են, իրենք 1200 հոգի չեն ներկայացնում։
Ես հանդիպել եմ երեք Արմիության նախագահի հետ, Արսենի հետ։ Այսօր էլ Տեչադինում միասին հանդիպել են, խոսացել ենք։ Ինքը ասում է Հրաչ ջան, ոչ կորզաթուլ կլինի, ոչ էլ մեկը կարա տենց բան անի։ Մենք սրաբես լավ դնորություն չենք ունեցել սրանից առաջ։ Տենց բան չի գա, չի կարելի։ Մի 20-30 հոգի են։ Ուզում են խնդրեմ ստեղծեն, ես իրենց ասել եմ։ Դիմումնիդ գրեցեք դուրս եկեք։ Եթե դիմումնիդ չեք գրել դուրս գաք, ես ձեզ աշխատանքից կազատեմ։ Ես հարցնում եմ իրենց, ասում եմ դուք գարակ ո՞և մեկ ուրիշ տեղ գնաք այս տարածքի մեջ Սյունիքի մեջ եւ 200,000 դրամ 220,000 ստրավկա ստանալ base pay աշխատավարձ կստանալ ասում է չէ ինքը ասում ընդունում է չէ ասում եմ բա ինչի ես փողոքում ախպեր ես քեզ արիտ եմ տվել 200,000 220,000 մինիմում ստանալ առավել մինչեւ 850,000-ով դուն գնալ աշխատի աշխատիր ստացիր չպիտի աշխատես չպիտի ստանաս այս է իրականությունը Ուրիշ բացահայ, ասում եմ ձեզ, ուրիշ բան չկա, սրա հետև այսին ոչ բաղված բան կա, ոչ բան, իրականությունը այս է։ Խոսվեց նաև բնապահպանական խնդիրների եւ հնարավոր բացանքի մասին։ Համայնքի ընտրել ենք աշխատելու ու բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնելու, ի հավելումն այն բոլոր ներքին ծրագրերը, որոնք ունենք, իսկ դրանք են թափոնների կառավարումը ավելի հստակ, ավելի լավ մակարդակի բերելը ու երկրորդը որ էլի մեծ ծրագիր է մեր համար միջազգային ստանդարտներին համահունչ բնապահպանական կառավարման համակարգ ներդնելը սա այս պահին չեմ ասում որ մենք սերտիֆիկացնում ենք մեր համակարգը բայց ամենակիչը պետք է բերենք համահունչ այդ ստանդարտներին մինչև տարվա վերջ պետք է այդ համակարգը արդեն ներդնենք իսկ Պոչամբարի հետ կապված բնականաբար շատ լուրջ աշխատանքներ ենք տանելու քանի որ ինձ թվում է ցանկացած Հանքարդյունաբերական ձեռնարկության համար դա ամենակարևոր խնդիրներից մեկն է ունենալ անվտանգ, ինչքանով հնարավոր է բնապահպանորեն ավելի սահուն Պոչամբար, մինչև տարվա վերջ բավականին լուրջ ներդրումներ ենք անելու, հնարավոր է մինչև նույնիսկ $1 միլիոն ներդրումներ անենք, որպեսզի ավելի լուրջ կայուն Պոչամբար ունենանք։ Հիմնական խնդիրը գալիս է նրանից, որ Պոչամբարը հին է ոչ թե մեր շահագործման ընթացքում առաջանում հարցեր, այլ հին Պոչամբարը, ինչպես գիտեք, 60-ականներից է շահագործել, ժամանակին ասենք նախագծման աշխատանքային մոտեցումները ուրիշ են եղել, քան հիմա են։ Հրաչ Ջաբրայանը վերջում խնդրանքով դիմեց ներկաներին հորդորել աշխատակիցներին հասկանալ պահի լրջությունը։ Նայեք, ժողովուրդ, ես անկեղծ ասեմ, 7 տարի է այս հիմնարկը փող չի աշխատել։ 7 տարի է այս հիմնարկը փող չի աշխատել։ Եղավ։ Ես այլևս երբեմն կասկածում եմ իմ կարողություններուս վրա, որ ես ինչքանով գրնամ համոզել այս կանադացիներուն, որ շարունակեն իրենց ներդրումը Հայաստան։ Անկեղծ եմ ասում ձեզ, անկեղծ եմ ասում։ Ես այդ հանդիպումներուն պիտի համոզեմ, նախ պիտի համոզեմ Գուդման ընտանիքին, մեր սեփականատիրության, որ իրենց երկարամյա ներդրման ծրագիրները Հայաստանի մեջ չգասեցնեն, շարունակեն։ Միայն դրանից հետո մենք այլևս պետք է մտածենք ստորքետնյա հանքի ընդլայնում, բացանք, մի երկու հատ ուրիշ տարածք վերցնել, լա Սյունիքում, լա Հյուսիսային Հայաստան, չգիտեմ որտեղ, միայն դրանից հետո այսօրվա բահով բացանքի ովև մեկ խոսակցություն չկա, Եվ անկեղծ ասեմ, սենց հրարագվի բացանք էլ չպիտի լինի, որտև առաջինը ես պիտի լամ իրենց ասեմ, որ բացանք չլինի այստեղ։ Առաջինը ես պիտի լամ, որտև հələ մեր ունեցած փուչուրիկ հանքը հարցը լուծենք, հետո կարենանք բացանք աշխատացնել, չենք կարողանում։ Արդյունքները խորհրդման հետախուզության արդյունքները դակավին վերջնական չեն։ Միջին են արդյունքները, այսինքն այդքան հրաբուրիչ չեն, ոչ ալ այդքան, ասենք, հուսալքելի են։ Այսին դակավին այդ արդյունքները վերջնական մեզի համար տենց չի, որ կարանք որոշում առնենք։ Նախ հələ մի հատ որոշենք, նախ հələ մի հատ համոզենք կանադացիին, որ Հայաստանի մեջ շարունակի իր ներդրումը։ Ես չեմ գարա շարունակապար գնալ Կանադա եւ փողոզել իրանցից։ Ասել որ հա այս ամիս էլ $2 միլիոն գործեցինք, բայց ոչինչ, մի 10 միլիոն էլ հələ մեզ տվեք, այս բնապահպանական ծրագիր իրականացնենք, այս սոցիալական ծրագիրը Այսինքն դրամապանական չէ։ Հիմա իրենք մի քիչ սենց լավ դրամատրված են, որովհետև ասում են
Այնինչ որ դենում են, որ ասենք դեղացի, ղապանցի երդասարտուհիները արդեն ասենք բարձրաստիճան պաշտոններու վրա են այս տնօրենության ժամանակ, իրենք մի քիչ խրախուսված են, որ միայն օդարներու ցերկը չպիտի մնա հանքը, այլ դեղացի հայերը պիտի կառավարեն։ Այդ մեկն էլ մեզի համար որպես սեփականատերեր կարևոր է, որովհետև ի վերջո դու այս քաղաքի մեջ ես ապրում, աշխատում ես այստեղ։ Դրա համար մի քիչ խրախուսված են։ Այս տղաք աղջիկները վերջին 2 տարի իրենց աշխատանքը եղած է հոյագապ, ուրիշ ոչ մեկ ձևով չեմ կարող նկարագրեմ։ Եվ ուրիշ տղաք աղջիկներ ալ կան բնականաբար։ Բայց պետք է որ այդ փուլը մեծնա, պետք է որ այդ թիմը մեծնա, որ մենք կարենանք ավելի լավ ղեկավարենք։ Եվ դրանից հետո ես բացահայտորեն ասեմ, որ լավ, մի $100 միլիոն եւս տնենք այստեղ։ Որովհետեւ այսին եթե բացանք պիտի լինի այստեղ, 3, 4, 5, 10 միլիոն դոլարի խոսք չէ, $100 միլիոն խոսք է։ Այդքան փողալ տնելու համար դու նախ պիտի վստահ լինես, որ նորմալ բան կարաս անես։ Ստորկետնայդում միտի եթե լինի, նորեն միլիոնավոր դոլարներու հարց է։ Այսօրվա բահով վախնալիք բան է։ Հələ ունեցածնից լավ կառավարենք, վերջը մտածենք ինչ ենք անում։ Ես կգարձեմ, որ բացանքի բահով, որտեվ գիտեմ համայնքն ալ հետաքրքրված է ժողովուրդը, դուք բոլորը ես ալ հետաքրքրված եմ։ Ես կգարձեմ, որ ո՞վ մեկ վերջնական որոշում չպիտի կայացվի, մինչև այս հարցերը լուծվին, այսինքն գրնալալ ցկցկվի մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր, անկեղծ եմ ասում, հավանաբար պետք է ցկցկվի տենց։ Խնդիրը կայանում է ընկերությունում պարբերաբար կրկնվող գողության եւ չարամտորեն աշխատանքները տապալելուն։ Եթե այդ 15-20 ժամ իրենք աշխատեին եւ պլան դային, բոնուս պիտի ստանային։ Թող կային ինձ ասեին, որ $2000 պետք ունենք, $2000-ն ալ ես ինձ տայի, փոխանակ հիմնարկենք փոխանակ։ Եվ որ բացահայտեցինք, բնականաբար հանեցինք դուրս, այստեղ անցան խոսքա իրենց ժողովուրդ։ Դուք ծերաբակային հետ եք խաղում։ Մեզ ասեք ով է, որտեղ սա գիտեն նույն բաժնի մեջ եւ չգիտնաս ով են կողացողները, հաստատ գիտեն։ Բոլորն են դարձան Կապրիել հրեշտակ։ Աստուծո հրեշտակներ են, ոչ մեկը բան չգիտե, ոչ մեկը։ Բա ախպեր կարող է 5 տարի այդտեղ լինի։ Չէ, այդ հաստատ նախկին տնօրենության ժամանակ եղած բան է։ Բա փոշին ուրա վրան, մի հատ փոշի չկա։ Բա ինչի մեր ցակած կանիստրները օգտագործել եք, որտեղ մենք 3 օր էինք, 3 օր առաջ էինք ցակել։ Այդ որ ասեցինք, ասեց Հա, չէ, լավ ինչ կարամ ասեմ, այլևս ախպեր, հա, ճիշտ է, չէ, բա ասում եմ ով է, ոչ անուն են դալիս, ոչ ասում են այսինչ հերթափոխն է, ոչ եւ այլ։ Հիմա ինչ է, դուք իմ դեղս եթե լավ, ինչ կլեք։ Այս է իրականությունը։ Ինչ ես եմ ժողովուրդ։ Ես անգամ եմ լինում ձեր հետ, վերջը թող չի փողոքեն, որ բոնուս չեն դալիս, չգիտեմ ինչ ա լինում եւ այլն, այս է իրականությունը։ Ընկերության պատասխանատուները խոստացան առաջիկայում կազմակերպել շրջայց ձեռնարկության թույլատրելի վայրերում, որտեղ էլ կներկայացվեն թե կատարած աշխատանքները, թե աշխատանքային պայմաններն ու ծրագրերը։